Հանուն Հոր և Որդվո և Հոգվին Սրբո, ամեն։ Քննեցեք դուք ձեզ, տեսնելու թե նույն հավատի մեջ եք, փորձեցեք դուք ձեզ, չգիտեք թե Քրիստոս Հիսուս ձեր մեջ է, այլապես կլինեիք անպիտան։ Գերաշնորհ Սրբազան Հայր, սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր ուզեմ ձեզ խոսել վերջին շրջանում մեր ընդհանուր հոգիները խռովող և տագնապող որոշակի դեպքերի իրադարձությունների հետ կապված և կուզեմ, որպեսզի մենք միասին հասկանանք, թե ի վերջո Քրիստոս Հիսուս ինչին է կոչում մեզ։ Տեսեք, սիրելիներ, երբ որ համադրում ենք այսօրվա ընթերցումները Եսայի մարգարեության, Պողոս առաքյալի նամակի և ավետարանական հատվածի, հետաքրքիր ուղերձներ ենք գտնում այսօր մեր կյանքի համար։ Երեքի մեջ էլ ընդհանուր միտք կա Տիրոջը ապավինելու և Տիրոջը վերադառնալու թեմայով։ Եսայի մարգարեն նախատում էր իսրայելացիներին, որ հեռացել են իրենց հայրերի Աստծուց և ապավինում են կուռքերին։ Եվ ասում էր, որ քանի ապավինում են այդ կուռքերին, ասում է, ձեր քաղաքը պիտի ավերվի։ Եթե նայում ենք մեր օրեր, սիրելիներ, կարող ենք նաև որոշակի հոգևոր այլաբանական իմաստով հասկանալ Եսայի մարգարեությունը և ընկալել հետևյալ կերպ։ Մենք այսօր տեսանելի իմաստով այդ կռապաշտության դրսևորումները, ինչպես որ նախկինում էր հեթանոս ժամանակներում էր, գրեթե չունենք։ Գրեթե ոչ ոք նախկին ձևերով կռապաշտ չէ, բայց մարդկությունը այսօր հորինում է իրեն կուռքեր։ Տեսանելի անկյուններում այդ արձանիկները դրված չեն, դրված են սրտի խորաններում և այդ կուռքերը նոր տեսքեր, նոր երանգներ և նոր ձևեր են ստացել։ Մարդիկ այսօր Աստծուն ապավինելու փոխարեն կարող են ապավինել ֆինանսներին, կարող են ապավինել մարդուն, կարող են ապավինել պաշտոնին, կարող են ապավինել տարբեր ձևերով դրսևորվող կուռքերի ճակերտավոր, որոնց ապավինումը մղում է, որպեսզի նրանք հեռու կանգնեն ճշմարտությունից։ Եվ Եսայի մարգարեն ասում է, քանի դեռ չեք հրաժարվել ձեր կուռքերից, քանի դեռ չեք խոնարհվել և չեք ապավինել ձեր Տիրոջը, ձեր Աստծուն, ձեր քաղաքը պիտի ավերվի, ձեր սրտի, ձեր հոգու կառուցած այդ ապագայատեսիլ միջավայրը, ձեր համար այդ ապահով թվացող միջավայրը, ձեր հանգիստը, ձեր թվացյալ անդորությունը պիտի խարխլվի, պիտի քանդվի։ Դրա համար
Պողոս Առաքյալն էլ Կորինթացիներին, երբ որ գրում էր, իրենց միտք ուղղում է ինքնակննությանը։ Քրիստոնյայի կյանքում չափազանց կարևոր է ինքնակննությունը, եւ Պողոս Առաքյալը ասում է. քննեցեք ձեզ, որպեսզի տեսնեք, արդյոք նույն հավատի մեջ եք, որում որ ընդունվեցիք։ Մենք էլ պիտի քննենք մեր անձերը, սիրելիներ, որպեսզի տեսնենք, արդյոք նույն հավատքի մեջ ենք, որը փոխանցվել է մեզ մեր հայրերի կողմից եւ այսօր դրա պահապանն է մեր եկեղեցին։ Տեսեք, Կորինթացիների համայնքում եւս տարբեր մտքեր էին պտտվում, եւ Պողոս Առաքյալը շատ հետաքրքիր կերպով խոսում է այդ մասին, որը արդիական է նաեւ այսօր էլ մեր համայնքներում որոշ եկեղեցականների շուրթերից որոշ այսպես կոչված բարեփոխական, բարենորոգչական ինչ-որ մտքեր ենք լսում, բայց ինչպես Պողոս Առաքյալն էր ասում, այնպես էլ մենք այսօր ձեզ ենք փոխանցում, որպեսզի զգույշ լինեք, քննեք ձեր անձերը, տեսնելու թե նույն հավատքի մեջ եք արդյոք թե ոչ, որովհետև ասում է Պողոս Առաքյալը, աղաչում ենք Աստծուն, նկատի ունի առաքյալները, եւ մենք այսօր իբրև հոգևորականներ նույն կոչման մեջ ենք, աղաչում ենք Աստծուն, որպեսզի չարը ձեզ բան չանի։ Պողոս Առաքյալը շատ կարևոր նշում է անում, այս ամենը աղաչում ենք Աստծուն, խնդրում ենք Աստծուն, հսկում ենք ձեր հոգիների համար, ոչ թե որպեսզի մենք ընտիր երևանք, այլ ասում է, որպեսզի դուք բարին գործեք։ Պողոս Առաքյալը ասում է, հոգ չէ, որ մենք անպիտան թվանք։ Իր ժամանակում, իր օրերում էլ Պողոս Առաքյալին արհամարողներ կային։ Եվ ասում է, հոգ չէ, որ մենք անպիտան թվանք։ Կարևորը դուք հաստատուն մնաք ձեր հավատի մեջ եւ բարին գործեք։ Եվ այսօր էլ մենք հայ եկեղեցին իբրև հավաքականություն ի գլուխ ունենալով մեր վեհափար հայրապետին, մեր առաջնորդ հայրերին, ասում են ձեզ, հոգ չէ, որ որոշ մարդկանց աչքին եւ գուցեև ձեզնից ոմանց աչքին մենք անպիտան թվանք, որովհետև մենք ուզում ենք, որ նույնիսկ այդ ձևով դուք բարին գործեք։ Եվ ասում է, քանի որ չենք կարող հակառակել ճշմարտությանը։ Ճշմարտությունը, սիրելիներ, հետաքրքիր բան է։ Ոմանք կարծում են, եւ մեր բառապաշարի մեջ էլ կա այդպես, ասում են զուտ ճշմարտություն։ Բայց պիտի ասեմ ձեզ, սիրելիներ, որ ճշմարտությունը երբեք պարզ չի լինում եւ երբեք զուտ չի լինում։ Ճշմարտությունը ինքը բարդ երևույթ է։ Եվ այդ ճշմարտությունը պիտի համեմվի սիրո հետ։ Որովհետև եթե ճշմարտությունը սիրով չի համեմվում, այդ ճշմարտությունը վեր է ածվում դատապարտության։ Եվ հակառակը, եթե սերը չի համեմված ճշմարտությամբ, այդ սերը մեզ մղում է, որպեսզի մենք անհարկի հարմարվողական լինենք։
Եվ հաճախ այսօր էլ չէ, մարդիկ ասում են ընդունեք մեզ այնպես, ինչպես մենք կանք, մեր մեղքերով հանդերձ։ Ճշմարտությունը եւ սերը չեն կարողանում այդպես ընդունել։ Սերը մղում է մեզ, որպեսզի մենք ճշմարտությունը մեղմացնենք իշահ այդ մարդու փրկության։ Բայց սերը առանց ճշմարտության մեզ պիտի կուրացնի եւ մենք չպիտի տեսնենք այն սխալը, որը որ պիտի շտկենք։ Եվ ուրեմն այս ճշմարտության փնտրտուքով էր նաեւ, որ Տեր Հիսուսի օրերին փարիսեցիները, իշխանավորները, դպիրները մոտեցան Քրիստոսին եւ ասացին. այդ ինչ իշխանությամբ ես անում դա։ Տեր Հիսուս տաճարում կարգավորումներ էր կատարել եւ փարիսեցիները, իշխանավորները մոտեցել էին եւ հարցնում էին նրան իր իշխանության մասին։ Տեր Հիսուս ասում է նրանց հարցին ի պատասխան հետեւյալը. Ես էլ ձեզ մի բան պիտի հարցնեմ։ Ասացեք ինձ եւ ես էլ ձեզ կասեմ, թե որ իշխանությամբ եմ այս ամենը կատարում։ Եվ Տեր Հիսուս հարցնում է նրանց հետեւյալը. Հովանեսի մկրտությունը երկնքից էր, թե մարդկանցից։ Պատասխանեք ինձ։ Դպիրները, փարիսեցիները իրար մեջ սկսեցին քննարկել։ Ճշմարտության մասին էր խոսքը։ Եվ նրանք սկսեցին ճշմարտության շուրջ անօրեն, անիրավ զրույց վարել իրար մեջ եւ ասացին հետեւյալ միտքը. եթե ասենք երկնքից է, կասի, ապա ինչու նրան չհավատացիք։ Եթե ասենք մարդկանցից է, վախենում ենք մարդկանցից, որովհետև բոլորը ընդունում էին Հովանեսին իբրև մարգարե եւ ասացին չգիտենք, կեղծեցին։ Եվ շատ հետաքրքիր է Տեր Հիսուսի պատասխանը նրանց չի ասում նրանց պես չգիտեմ կամ եւ այլն, ասում է ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ այս անում։ Այսինքն Տեր Հիսուս հասկանում է նրանք, որ կեղծում են, կեղծավորում են եւ գիտեն պատասխանը, բայց չեն ճշմարտությունը վկայում եւ ասում է ես էլ ձեզ չեմ ասի, թե որ իշխանությամբ եմ այս անում։ Սիրելիներ, ամփոփելով պիտի նորից գանք այս մտքին։ Եկեղեցին ունի իշխանություն, որը տրված է իրեն Քրիստոսով։ Այդ իշխանությունը գործնականում կիրառվում է իր առաքյալների, հաջորդների միջոցով։ Եվ նրանք, ովքեր որ անհարկի, անտեղի փորձում են կեղծել այս իրականությունը, նմանվում են այդ փարիսեցիներին, որոնք որ չեն ուզում խոստովանել այդ ճշմարտությունը։ Եվ մյուս կողմից, սիրելիներ, պետք է բոլորդ էլ գիտակցեք, որ որևէ հոգևորական անմեղ չէ։ Բոլորս մեղավոր մարդիկ ենք։ Եվ եթե ճշմարտությունը սիրով համեմված չէ, նա դառնում է դատապարտություն։ Եվ ուրեմն մենք կոչված ենք ապրել ճշմարտությամբ, քննել մեր հավատքը, տեսնել, թե ինչպես ենք ընթանում, որտեղ ենք թերացել,
ում ենք ապավինում։ Եթե ապավինում ենք պաշտոնին, ապավինում ենք իշխանությանը, ապավինում ենք դրամին, ապավինում ենք մարդուն առհասարակ, ինչպես որ մարգարեության մեջ Եսային ասում է, անիծյալ է այն մարդը, որ հույսը դրել է մարդու վրա, ապա ուրեմն մեր պատկերացրած, մեր մտքի շինած այդ քաղաքը պիտի կործանվի։ Իսկ հակառակ դեպքում պետք է հաստատուն մնանք Աստծո վրա ապավինածներս եւ պիտի հաղթահարենք նաեւ այս դժվարություններն ու փորձությունները Տիրոջով, որովհետեւ Աստուծո եկեղեցին հիմնված է Քրիստոսի վրա եւ այդ վեմը անխորտակելի է, անքակտելի է, չի կարող մարդկային զորությունը խաթարել Աստուծո դրած հիմքերը։ Եվ ուրեմն սիրելիներ, այսօր պահ է, որպեսզի քննենք մենք մեզ, տեսնենք ում ենք ապավինում եւ ինչպես ենք ընդունում, ինչպես ենք լսում մեզ հրամցված այսպես կոչված ճշմարտությունները։ Արդյոք դրանք շինելու համար են, ինչպես Պողոս առաքյալն է ասում, այսինքն կառուցելու, ճշմարտությունը զորավոր է իր կառուցելու միտում ունենալով, թե քանդելու։ Եթե քանդելու համար է նախատեսված, պառակտելու, ուրեմն Աստծո կամքը այնտեղ չկա, այլ պառակտի չի, այսպես ասված անօրենի, որը ուզում է բաժանել, պառակտել, կիսել մեզ, որպեսզի մեր մեջ Աստուծո սերը չերևա։ Թող Տերը զորացնի մեզ, ամուր պահի մեր հավատքը, անսասան պահի մեր մայր եկեղեցին եւ մեր առաջնորդներին իմաստություն շնորհի հովվելու իրենց վստահված հոտը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Սուրբ Հոգու հաղորդությունը եւ Հայր Աստուծո սերը լինի ամենքիս հետ։ Ամեն։